Բարի երեկո, դուք դիտում եք Բացհարթակ, այսօր իմ հյուրը Գյումրիի երիտասարդական թատերախմբի հիմնադիր եւ ռեժիսոր Արմեն Արշալույսյանն է, բարի երեկո։ Բարի երեկո։ Եվ այսպես, Երևանում շատ են նոր ստեղծվող թատրոնները, թատերախմբերը, մանավանդ վերջին 2-3 տարիների ընթացքում, Գյումրիում էլ փաստորեն նոր իրավիճակ է այս առումով, որովհետեւ այս ավանդույթներից, կարծրատիպերից կարծես թե արվեստագետները փորձում են դուրս գալ։ Ինչպես է նորությունն ընկալվում Հայաստանի երկրորդ քաղաքում։ Դե սովորության համաձայն ցանկացած նոր բան իր հետ բերում է տարաձայնություններ որոշակի իմաստով, որովհետև մենք փորձարարական թատրոնի սկզբունքով ենք աշխատում, ու մեր ներկայացումները իրենք բնույթով տարբեր են, հա, ու երբեմն նաև գյումրեցի հանդիսատեսի համար հնարավոր է նորություն լինեն, ու այս մասով տարակարծություններ երբեմն լինում են, բայց պետք է ասեմ, որ մինչ օրս չենք ունեցել, հա, այնպես գլոբալ, այսպես չընկալելու, հա, իրավիճակ, որը թույլ տար մեզ, օրինակ, երբ մտենք, ասենք, կարող է այն ինչ որ անում ենք հանդիսատեսից լրիվ հեռու է կամ եւ այլն։ Մի խոսքով կարելի է ասել, որ իսկ ինչ է կան, որ հանդիսատեսից կարող է եւ լրիվ հեռու լինել։ Նայեք, մենք ունեցանք օրինակ ներկայացման փորձ, երբ parեցինք ոչ թաթերային միջավայրում, այսինքն լքված շինության մեջ ամբողջովին ձևափոխեցինք այն տրամաբանությամբ, ինչպիսին որ մենք էինք ուզում, որ ներկայացումը լիներ, այսինքն հանդիսատեսը բեմում ու թատրոնում չէր նայում, հա, այդ ամենը, այլ նայում էր մի շինության մեջ, որտեղ գործողությունները տեղի էին ունենում հենց տարածքին բնորոշ ձևով, ու նաև պիեսի իմաստով փորձարարական պիես էր ինքը, այսինքն սյուժետից լրիվ մենք ձերբազատվել էինք, չկար հիմնական սյուժե, այլ ավելի շատ պոետիկ լեզվով էինք խոսում հանդիսատեսի հետ։ Ներկայացումներ ունենք, որը վիդեոարտի հետ է համադրված, այսինքն գնում է թատերական խաղը ու համադրվում է վիդեոարտի հետ, այսինքն այսպիսի փորձարարական ճանապարհով ենք գնում, նաև ունենք ակադեմիական թատրոնին մոտ ներկայացումներ, ենթադրենք մանկական ներկայացումներ, բայց հիմնականում որպես արվեստագետ փորձում ենք անընդհատ մեզ դնել նոր իրավիճակի մեջ, հասկանալու համար, թե ել ինչ կարող ենք ստեղծել։ Այդպիսի մի ներկայացման ես Երևանում եմ ներկա եղել, Բաբելոն թատրոնը, որը էլի լքված մի շենքում ներկայացումներ էր բեմադրում եւ շատ հետաքրքիր։ Բաբելոն թատրոն տանիքում, ընդ որում թատրոն տանիքում հիմա նաև Միացյալ Նահանգներում ունի մասնաճյուղ, այսպես ասած, Լոս Անջելեսում էլ կա հայկական թատրոն տանիքում, այսինքն ամեն դեպքում այս ոլորտը կարող ենք համարել հաջողված, որ մարդիկ ընդլայնում են գործունեությունը նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Նայեք, ես ավելի շատ կուզենայի կենտրոնանալ Հայաստանում գործող թատրոնների ու անընդհատ հա ստեղծվող նոր թատրոնների վրա, ինչի որովհետև ինձ իրոք շատ է ուրախացնում այն փաստը, որ մենք ունենք տարբեր թատրոններ, տարբեր թատերախմբեր, այսինքն ամեն տարի մի քանի նորություն կա, այդ զարգացնում է թատերային միջավայրը, այսինքն մենք մեկս մյուսից ավելի նոր բաներ ենք սովորում, տեսնում, շատ լավ է, որ նաև այդ պրոգրեսը, հա, նաև Հայաստանից դուրս է, բայց ես ուրախանում եմ, որ նաև մարզերում տարբեր կենտրոններում մենք տեսնում ենք թատերախմբեր, որոնք բերում են իրենց հետ նոր փորձ, նոր աչք, այդ իմաստով ուրախությունս մեծ է, բայց կուզենայի նշել, օրինակ ձեր նշած թատրոնների հետ համեմատ մենք ունենք կոնկրետ թատերային տարածք, այսինքն թատրոնի շենք, ավելի շատ նախագծային թատրոնի հիմունքով է։ Դա խնդիր չի ստեղծում։ Խնդիր ստեղծում է ու հենց այդ խնդիրն է արվեստագետի համար նոր դռներ բացում երևակայական իմաստով, որովհետև երբ որ ունես տարածք, դու ինչ որ բայ հարմարվում ես ու հասկանում ես, որ այստեղ կարելի է սանել այնտեղ են, բայց երբ որ չկա, հիմա ամբողջ Գյումրին մեր թատրոնն է։ Դրանից դուր գնալը հեշտ է։ Էլի եմ ասում, կա դժվարություններ, բայց այդ դժվարությունները ոչ թե մեզ հիասթափեցնում են կամ այդ բարդությունները երբեմն պատճառ են հանդիսանում, որ մենք բեմադրություններ չանենք, այլ երբեմն նաև նոր ու հետաքրքիր գաղափարներ է առաջանում, որովհետև մենք օրինակ ունենք ներկայացում, որը խաղացել ենք Թանգարանում, ունենք ներկայացում, որը խաղացել ենք, չգիտեմ, ավելի ոչ թատերային միջավայրում, սա երևի ավելի շատ խթանում է երևակայությանը։ Իսկ հնարավոր չի այդ ներկայացումները բեմադրել այն շենքերում, որոնք ավելի հայտնի են հասարակությանը, նույն այդպես կա, չէ, Վառեմ, Մարեմի շենք կամ մյուսը, եթե ոչ շենքերում, եթե վթարային են շենքերը, ապա գոնե այդ տարածքում, որ ինքը նաև ավելի զբոսաշրջային լինի եւ ավելի շատ նաև եկամուտ ապահովի թատրոնին եւ միջավայրն էլ շատ ավելի գեղեցիկ կլինի։ Համաձայն եմ, բայց ավելի շատ աշխատում են կոնցեպտուալ իմաստով, այսինքն այն պիեսը, որ ընտրված է, օրինակ, որ վայրի հետ ավելի շատ կասոցացվի, այսինքն կոնցեպտուալ իմաստով, որտեղ ավելի շատ հետաքրքիր բան կարող է դառնալ, այդ ձևով նաև ընտրվում է տեղը։
Դուք զրույցի սկզբում ասացիք տարաձայնություններ, երբ նոր ստեղծվեց թատրոնը, թատերախումբը, տարաձայնություններ լինում են։ Այդ ինչ նկատի ունեք տարաձայնություններ ասելով։ Դե արդեն նշեցի, այսինքն հանդիսատես ստեղծագործողի կապի մասին է խոսքը։ Իսկ արվեստագետների կողմից ընդհանրապես քննադատություններ լինում են, թե չէ, որովհետև նորմալ է, որ երբ ստեղծվում են նորը, բան ասում են, այ եկան, փոխեցին, չգիտեմ, էս արեցին, սա մեզ հարիր չի, ինչ որտեղ էլ այդպիսի քննադատություն է հնչում։ Նայեք, այդ իմաստով ասեմ, մենք շատ ջերմ ընդունելություն ենք ունեցել Գյումրիում։ Տեսեք, մենք լավ հարաբերություններ ունենք իմ դասախոս Լյուդվիգ Հարությունյանի հետ, Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ովքեր տարբեր թատրոնների գեղարվեստական ղեկավարներ են, այսինքն իրենց կողմից ի սկզբանե շատ լավ է ընդունվել մեր թատերախմբի գաղափարը, նաև ներկայացումներն է ողջունվել, իսկ քննադատությունները միայն առողջ չեն, այսինքն մենք լսում ենք տարբեր քննադատությունները, բայց ավելի շատ սևեռվում ենք այն առողջ քննադատությունների վրա, որը օրինակ մեզ ավելի շատ կօգնի ապագայում ճիշտ ուղղությունով գնալու կամ ուղղակի կողքի դնելու համարելու, որ այդ քննադատությունները օրինակ մեր ստեղծագործական, մտորումների մեջ չեն։ Ինչը չի բավարարում ավանդական թատրոնում արվեստագետին, որ նա որոշում է ստեղծել նոր թատրոն, կամ ձևավորել նոր թատրոն, կամ գնալ եւ խաղալ նոր թատրոնում, որը ոչ ավանդական է։ Այստեղ ավանդական բառի մեջ երևի արդեն կա պատասխանը, որովհետև մենք երբ որ ավարտում ենք ինստիտուտը, փորձում ենք գտնել մերը, փորձում ենք գտնել այն միջավայրը, որտեղ մենք մեզ ամբողջովին կկարողանանք ռեալիզացնել, ու երբեմն հնարավոր է չտեսնենք այն միջավայրներում, այն թատրոններում, որոնք արդեն կան, ու գնալ այս փորձարարության։ Այս ոչ թե նշանակում է, որ մենք մերժում ենք այն ինչ կա, այլ մենք ասում ենք, որ մենք տեսնում ենք մեր ճանապարհը, ինչ որ միտեղ դրանք հատվելու են, որովհետև մենք օրինակ չենք բացառում այն կետը, որ մեր թիմից ինչ որ մարդիկ, ինչ որ դերասաններ խաղան օրինակ այլ թատրոններում կամ ես բեմադրեմ այլ թատրոններում, այստեղ չէ խնդիրը, այլ երբ որ ստեղծում ես ինքնատիպ խումբ, դու ունես մտածողություն, ձեռագիր կամ փորձում ես ձեռագիր ստեղծել, այսինքն այդ ժամանակահատվածը, որտեղ որպես արվեստագետ դու ուզում ես կայանալ, ու քեզ պետք է բաց հարթակ, եւ սխալվելու, եւ նոր բաներ վերցնելու, իսկ ավանդույթ ունեցող թատրոններում ոչ միշտ է հնարավոր է տանել, երբ որ դու երիտասարդ ես։ Հնարավոր է, որ օրինակ չվստահեն, հնարավոր է, որ դու չունենաս այդ համարձակությունը, որովհետեւ նաեւ պատասխանատվություն կա այդտեղ։ Իսկ այստեղ երբ որ ազատ ես, դու վերցնում ես պատասխանատվությունը քո ձեռքը, սխալվելու ու հաջողելու նաև։ Այսինքն, որ ասացիք, ավարտում ես ինստիտուտը, հետո ուզում ես քեզ դրսևորես, քոնը անես, այդ միշտ չի որ հնարավոր է ավանդական թատրոններում, այնտեղ կա որոշակի կարծրատիպեր կամ որոշակի արգելքներ։ Նայեք, չի ուզենա այդպես գնահատական տալ, բայց մենք ունեցել ենք այն տեսլականը, որ մենք ուզում ենք ստեղծել մեկ հարթակ, որտեղ այն երևակայությունը, այն ֆանտազիան, որը մեզ թույլ է տալիս ստեղծել այն ինչ որ մենք հիմա անում ենք, այդտեղ անելու։ Այսինքն մենք ոչ թե ասում ենք այդ հարթակը, որը դուք այն ինչ որ ուզում եք անեք։ Ես այդ հարցը նաև Լիլի Էլբակյանին եմ տվել եւ շատ այլ արվեստագետներ եւ ես հասկացել եմ բոլորի պատասխաններից, որ այո, այնտեղ որոշակի արգելքներ կա, որ դու պարտավոր ես ենթարկվել, որովհետև դա պետական թատրոն է։ Մենք արգելքների չենք հանդիպել, օրինակ նշեմ, այս վերջերս մենք ունեցանք մոնո ներկայացման պրեմիերա, այս վերջերս չէր, արդեն մայիս ամսին ունեցանք, ու այդ ներկայացումը մենք խաղացել ենք Վարդան Աճեմյանի Փոքր դահլիճում, այսինքն ներկայացումը մերն էր, բայց մենք Լյուդվիգ Հարությունյանի հետ համաձայնեցնելով խաղացել ենք պրեմիերան եղել է հենց այդ թատրոնում, այսինքն արգելքների իմաստով արգելքներ չկան։ Լավ, եթե դուք հիմա ունեք որոշեք աշխատել ոչ թե գնալ բեմադրել, այլ ուղղակի լինել Գյումրու դրամատիկական թատրոնի արտիստը կամ Երևանի դրամատիկական թատրոնում կամ Սունդուկյան թատրոնում նույնն է։ Այստեղ նշբությունը նրանում է կայանում, որ մենք ուզում ենք մեր ձեռագիրը ստեղծել, իսկ իմ կարծիքով այն ինչ որ մենք հիմա անում ենք, այդ թույլ է տալիս, որ մեր ինքնատիպությունը ավելի շատ դրսևորենք, որովհետև եթե դու գնում ես ավանդույթ ունեցող թատրոն դու պետք է ունենաս իրենց ավանդույթները, որը ես նորմալ եմ համարում, այսինքն յուրաքանչյուր թատրոն ունի իր շնչառությունը, ունի իր հեռանկարը, իսկ երբ դու քեզ այդտեղ չես տեսնում ինչ որ ժամանակում, շատ կարևոր է որ դու գտնես, ինքնադրսևորվես, արդեն կայացած կամ, չգիտեմ, ինչ որ քայլեր կատարող արվեստագետ ներկայանաս այդ թատրոններում։ Դուք այդպես պատասխանեցիք արդեն իմ հարցին, իսկ ինչ ասել է ստեղծագործական ազատություն։ Ստեղծագործական ազատությունը ես միշտ համեմատում եմ սխալվելու ազատության հետ։ Որովհետև տեսեք, մենք այստեղ անում ենք ներկայացումներ, ու մեր սխալվելը միայն մեր վրա է թանկ նստում։
ես երբեմն համեմատում եմ, պատկերացրեք մենք սխալ անենք պետական թատրոնում։ Նախ արվեստում առասարակ սխալ կամ ճիշտ ասելը ինքնին սխալ է, բայց երբեմն կան ինչ-որ պատկերացումներ, որ այ լավ ներկայացումը էս է եւ այլն։ Մենք այստեղ կոտրում ենք այդ լավի ու վատի սահմանակիցը, ասում ենք, որ անելով, փորձելով, փորձարկելով, սխալվելով մենք կարողանանք այն ազատությունը ձեռք բերել, որտեղ որ կգտնենք ինքներս մեզ որպես ստեղծագործողի։ Հնարավոր է մենք ունենք այն պատկերացումները, որը դեռ չի ստեղծվել, հա, աշխարհիս երեսին։ Այսինքն այդտեղ, երբ որ դու ազատ ես ամեն ինչ անելու, սխալվելու ու նաև այդ սխալվելու մեջ գտնելու քո ինքնատիպությունը, այդ է ստեղծագործական ազատությունը։ Հետաքրքիր է, որ հիմա շատ են ստեղծագործական ազատություն փնտրողները փաստորեն, երբ նայում ենք, թե որքան շատ են ստեղծվում թատրոններ, իհարկե դա շատ լավ է։ Ստացվում է, որ ստեղծագործական ազատություն փնտրողները շատ ավելի շատ են, որովհետև շատերը հենց իրենց չեն տեսնում պետական թատրոններում, որովհետև այդտեղ կան որոշակի պայմաններ, որոնց դու պիտի ենթարկվես։ Հա, երևի։ Իսկ ընդհանրապես Ռիչարդ Մոնո ներկայացում դրա մասին էր խոսքը, չէ՞, եթե չեմ սխալվում, որը խաղացել է Գյումրու դրամատիկական թատրոնում։ Որն է ավելի հզոր, վրեժի ծարավը, թե սիրո ուժը։ Սա հենց Ռիչարդ Մոնո ներկայացման մասին է։ Եվ ի վերջո որն է ավելի հզոր, վրեժը թե սերը։ Նախ ասեմ, շատ հետաքրքիր պատմություն ունի Ռիչարդը, որովհետև ինքը ստեղծվել է Ռոմեո եւ Ջուլիետա պիեսի այն թունագործի մասին, որը իհարկե պիեսում չկա, այսինքն մեր հերոսը այդ թունագործն է, ով ստվերում է մնում են նախորդ պիեսում, Շեքսպիրյան, մեր մոտ ինքը առաջին պլանում է, ով պայքարում է վրեժի ու սիրո համար ու այդ սահմանակցին է։ Ինչն է առավել ուժեղ, մենք այդ ասում ենք ներկայացման մեջ, իմ կարծիքով սերն է, որովհետև իրոք այդ սիրո զգացողությունը շատ ու շատ, հա, մութ ու խավար ժամանակներում թույլ է տալիս, որ լուսավորես ոչ միայն քեզ, նաև քեզ շրջապատող մարդկանց, ու մենք այդ ներկայացումով խոսում ենք նրա մասին, որ երբեմն կարելի է գնալ ու խորտակվել այդ խավարի մեջ, դժվարությունների մեջ ու արտարացնելով, որ դե ամեն ինչ ծանր է, դժվար է, բայց կարելի է նաև ուժ ունենալ ու հաղթահարել սիրով։ Այդ մեր դերասանուներից մեկի Անահիտ Ղազարյանի բեմադրությունն է։ Հիմա նայեք, ստեղծագործական ազատությունը նաև այն է, որ դերասանուին փորձարկում է անում իրեն որպես ռեժիսորի, ու ես կարող եմ ասել, որ մասնագետների նաև գնահատականով կարելի է ասել, հաջողված եղել բեմադրական իմաստով։ Այսինքն այստեղ մարդիկ իրենց տարբեր պրոֆիլներում, հա, դրսևորում են, ու այդ միայն հաճույք է պատճառում։ Հետաքրքիր է, որովհետև հիմա շատ դերասաններ կան, որ փորձում են իրենց նաև որպես ռեժիսոր, եւ դա կարծես թե ավելի գրավում է մարդկանց։ Հենց դա է ստեղծագործական ազատությունը։ Նաև դուք ասացիք սիրով հաղթահարել, չգիտեմ, անցնել այդ ճանապարհը, Գյումրին շատ դժվարությունների մեջով է անցել եւ ինչ է կարծում, սիրով է հաղթահարել այդ ճանապարհը, այդ դժվարությունները։ Նայեք, գաղտնիք չեմ ասի, որ մենք ապրում ենք շատ պատմական ժամանակահատվածում, ու առհասարակ թե Գյումրիում, թե Հայաստանում ապրելը եւ ստեղծագործելը այդ շատ կարեւոր դեր ու նշանակություն ունի, ու նաև քաջություն է պահանջում, որովհետև մենք շատ դժվարություններ ենք տեսնում ու ամեն օր հաղթահարում ենք, ու ես չէի ուզենա առանձնացնել Գյումրին, այո, Գյումրին ունի առանձին պատմություն, բայց նաև վերջին շրջանի հայաստանյան իրողությունների հետ համեմատած, ես կարող եմ ասել, որ ցանկացած բան այն, ինչ հիմա մենք պետք է անենք Հայաստանում, որպես քաղաքացի, որպես ստեղծագործող, այդ պետք է լինի սիրո ու այդ տարածության վրա։ Այսինքն դժվարությունները անընդհատ դժվարությունները հաղթահարելով, անընդհատ առաջ գնալով, այդ ինչն է, հա, կյանքում ամենաեականը, տեսնել դրականը ու հույսը, որովհետև եթե չկա հույս, չկա առհասարակ ոչինչ, իմ կարծիքով։ Դրա համար եւ Գյումրիում եւ Հայաստանում մենք փորձում ենք գտնել այն հույսը, արվեստում արվեստի լեզվով, կյանքում կյանքի լեզվով։ Գյումրին շատ հայտնի անուններ է տվել Հայաստանին, մենք բոլորս գիտենք, նաև շատ լավ ֆիլմեր են նկարահանվել հենց Գյումրիում։ Հիմա սպասենք նոր անունների։ Ձեր հարցի պատասխանը կտա ժամանակը միանշանակ, որովհետև չի ուզենա օրինակ ինչ-որ կանխատեսումներ անել։ Հիմա էլ Գյումրիում ապրում են մարդիկ, ովքեր ստեղծում են հետաքրքիր մշակութային արժեքներ, որոնք ինձ թվում է կմնան ժամանակի ընթացքում, իսկ որպես ստեղծագործող մարդիկ պետք է մենք ուշադիր լինենք, անենք միայն այն, ինչը որ արժեքավոր է, երբեմն մարդիկ կան սիրում են, հա, գնան կոմերցիայի հետևից եւ այլն,
որը շատ ժամանակ փչացնում է թե քաղաքի իմիջը, թե պետության իմիջը, այսինքն կոպիտ ասածը զիզի-բիզի բաների հետևից չընկնելով ստեղծել կենտրոնանալ բայց այդ զիզի-բիզի բաները ոնց որ թե շատ ավելի շատ են եւ ավելի պահանջված են լինում։ Դե ես միշտ դեմ եմ այն մարդկանց, ովքեր ասում են, թե ինչ պահանջում են, այդ տալիս են, հնարավոր է շատ, հա, ռոմանտիկ պատկերացումներ ունեմ, բայց երբեմն մենք պետք է ունենանք պատասխանատվություն այն լսարանի առջև, որտեղ հանդես են գալիս ու նաև մտածենք կարող է մենք ստեղծենք այն առաջարկը, որը գոյացնի պահանջարկ։ Եվ երեք տիկնիկների գաղտնիքը Վայրի երեխան, Ռիչարդ ու նաև Ցավը թատերական ընթերցանություն։ Նրանք ներկայացումներ, այս Ցավը թատերական ընթերցանություն, որ երբ պետք է արվեստագետի նաև շատ կարևոր առաքելությունն է, չէ, հասկանա, որ պահին ինչ է պետք հանդիսատեսին։ Հա, այդ ինչն է, այսինքն միշտ զարկերակը զգալն է, հա, ձեռքը զարկերակին լինելն է, այդ ինչն է, արվեստագետի ֆենոմենը կայանում է նրանում, որ ինքը միշտ հարաբերվում է հասարակության հետ, զգայական իմաստով հասկանում է, թե ինչ է պետք, ինչ մեսիջներ է պետք ուղարկել, իհարկե այդ չլինի բարոյախրատական, այլ ուղղակի անդրադարձ լինի այն ինչ որ արվեստագետը զգում է էմոցիոնալ իմաստով, նաև անդրադարձի ստեղծագործական իմաստով։ Ու այդ ձևով են ընտրվում ստեղծագործությունները։ Հիմա կա ինչ որ նախագիծ, որը աշնանը արդեն մեծ պրեմիերա է սպասվելու։ Հիմա մեկ այլ կարևոր առաքելության վրա ենք աշխատում, ինձ համար շատ կարևոր է եղել, որ մեր թատերախումբը Հայաստանի տարածքից դուրս գա, հա, հյուրախաղով կամ փառատոններով, այս պահին ճակերտները չբացելով, որ լինի նոր ասենք, հա, աշխատում ենք այդ ուղղությամբ, այսինքն մեր թատերախումբը ներկայացնել արդեն Հայաստանի սահմաններից դուրս, իսկ առաջիկայում կան մի քանի պլաններ, որոնք երևի պրեմիերայի տեսքով արդեն գարնանա մենք կունենանք մեր հանդիսատեսի համար։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Գյումրիի երիտասարդական թատերախմբի հիմնադիր եւ ռեժիսոր Արմեն Արշալույսյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։